Ողջույն սիրելի ընկերներ, եթերում խաչմերուկ անունակրող պատմաքաղաքական փոդքասթի երկրորդ թողարկումն է։ Ձեզ հետ է Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Խաչմերուկ անունակրող պատմաքաղաքական փոդքասթի առաջին թողարկման շրջանակներում, ինչպես հիշում եք, մենք քննարկեցինք մեր էթնոսի ծագումնաբանությունը, պատմաքաղաքական ընթացքը, քրիստոնեության ընդունումը, հայ եկեղեցու ստեղծումը եւ հայ եկեղեցու նկատմամբ այսօր առկա մարտահրավերները։ Կցանկանայինք շնորհակալություն հայտնել առաջին թողարկման համատեքստում առկա բոլոր մեկնաբանությունների, աջակցության խոսքերի, դիտարկումների համար եւ հավաստիացնում ենք, որ դրանք մեր համար շատ կարևոր են եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շատ ավելի որակյալ կոնտենտ մատուցենք ձեզ։ Այսօր մենք քննարկելու ենք բավականին հետաքրքիր թեմաներ, մասնավորապես խոսքը գնալու է շատ հետաքրքիր մի տարածաշրջանի մասին, խոսքը Մերձավոր Արևելքի մասին է, Մերձավոր Արևելյան հակամարտությունների մասին է, նաև խոսելու ենք Ադրբեջանի կողմից շարունակաբար քարոզվող կեղծ թեզերի մասին, մասնավորապես Մեծ Ադրբեջան կամ իրանական այսպես կոչված Ադրբեջան, եւ քննարկելու ենք նաև Սեֆյան Պարսկաստանի պատմաքաղաքական ժառանգությունը, որ այսօր Ալիևյան ռեժիմը փորձ է անում սեփականաշնորհել եւ օգտագործել իր ռազմաքաղաքական նպատակներում։ Բարև ձեզ, ողջունում ենք մեզ լսողներին, դիտողներին։ Կարծում եմ այսօրվա քննարկումը եւս կարեւոր է այնքանով, որքանով որ մենք պատմության քառուղիներով անցնելով փորձում ենք այդ ամեն ինչը պրոյեկտել այսօրվա իրականության վրա, պրոյեկտել մեր տարածաշրջանի վրա եւ կոնկրետ մեր երկրի ազգային պետական շահերի պրիզմայով այդ ամեն ինչը դիտել։ Առավել եւս այն ինչ մենք ասում ենք, դա իրականություն է, մտածածին չի, կեղծիք չի եւ ուսանելի է ոչ միայն շարքային լսողների համար, այլ նաեւ մասնագիտական խմբերի, որոնք փորձում են գնահատականներ տալ տարածաշրջանում արկա քաղաքական, տնտեսական, ռազմական, գաղափարախոսական, հավատալիքային զարգացումներին եւ ըստ այդ գնահատականների այս կամ այն ձևով ստեղծել հասարակական կարծիք ազդելով հասարակական լսարանի վրա։ Կարծում եմ, որ այսօրվա մեր հաղորդումը եւս բավականին շահեկան կլինի, որովհետեւ այնուամենայնիվ տարածաշրջանում մի փոքր ավելի ընդգրկուն առումով պետությունների շահերի բախումը այս կամ այն ձևով պրոյեկտվում է նաև եւ ազդում է մեր երկրի շահերի վրա եւ մենք չենք կարող անտեսել այն իրողությունները, որի մեջ մենք ապրում ենք։ Միանշանակ համամիտ եմ ձեզ հետ, պարոն Նահապետյան։ Սկսենք երևի Մերձավոր Արևելքից, որովհետև այսօր Մերձավոր Արևելքում իրապես շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Մի հետաքրքիր խոսք կա, որը որ լիովին բնորոշում է Մերձավոր Արևելքի պատմաքաղաքական ընթացքը։ Այդ խոսքում ասվում է, որ Մերձավոր Արևելքում չի լինում խաղաղություն, այլ լինում են պատերազմներ եւ պատերազմների միջև ընկած, այսպես ասած, ժամանակավոր դադարներ, որը հնարավորություն է տալիս պատրաստել նոր պատերազմի։ Բնականաբար։ Այսինքն կա այդպիսի տեսություն, երբ ասում են մարդկության օրոցը ոչ թե խաղաղությունն է, ուրեմն օրել, այլ պատերազմները եւ ցանկացած ոչ պատերազմական վիճակ ինքը ժամանակավոր հրադադար է պատրաստվելու համար նոր պատերազմներ։ Ու երևի թե ինչ որտեղ միգուցե իսկ այդպիսի տեսություն կա եւ տեսության հետևորդներ կան, դա 20-րդ դարի կեսերին հիմնականում այսպես գերմանական փիլիսոփաները մտածողությունը, որոնք փորձում էին հող նախապատրաստել փաստորեն իշխանության բերելով մի անձի, որի հավակնությունները համաշխարհային տիրապետություն էր։ Խոսքս Ադոլֆ Հիտլերի մասին է, եթե այդ տեսանկյունից նայենք, մեզ համար կարծում եմ շատ կարևոր է այն իրադարձությունները, որ տեղի ունենում Իսրայել պետության հետ
Իսրայել պետություն այլ սուբյեկտների հակամարտություններում, մասնապես Գազայի հատվածում Համասի հետ, մասնապես Լիբանանի հատվածում Հեզբոլլայի հետ, մասնապես Եմենի հատվածում հուսիտների եւ վերջն արդյունքում արդեն 12 օրվա ռազմական բախում Իսրայել-Իրան։ Առ երևույթ, ինչպես ասում են, այդ երկու պետությունների եւ Իսրայելի իմ նշած 3 իրանական պրոքսի միավորների վրա թռչող երկկողմանի հրթիռները մեր երկրի վրա չընկան ուղղակիորեն, բայց ես կարծում եմ, որ այդ շահերի բախումը եւ մի վիճակ, որը կարող են առաջացնել Իսրայելի հավակնությունները եւ ոչ միայն Իսրայելի, այլ այն պետությունները, որոնք Իսրայելին այս կամ այն կերպ երևացող ու չերևացող օգնում են, այդ հավակնությունները կարող են մի օր, ինչպես ասում են, բերել տարածաշրջան մի վիճակի, որտեղ մեր դուռը պատերազմը ուղղակի ոտքով առանց Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ ժողովրդի կարծիք հարցնել ուղղակի ոտքով հարվածելով բացելու եւ ներս մտնի։ Մերձավոր արևելյան կրակը հասնի նաեւ մեզ, պարոն Նահապետյան։ Այո։ Երբ որ խոսում ենք Իսրայել պետության մասին, 1940 թվականին ստեղծվեց այդ միավորը եւ ընդ որում ես այստեղ որոշակի զուգահեռներ եմ տանում, երբ որ 91 թվականին մենք անկախացանք Խորհրդային Միությունից եւ ըստ էության անմիջապես մենք արդեն պատերազմի մեջ էինք։ Երբ որ 1948 թվականին Իսրայելը ստեղծվեց, նա իր, այսպես ասած, ծնված օրվանից մի քանի երկրների դեմ պատերազմի մեջ էր եւ մի քանի հետաքրքիր փաստ նշեմ, երբ որ 1950-ականներին Իսրայելի վարչապետն էր Դավիթ Բեն-Գուրիոնը սկսել էր հասկանալ, որ հրեական հասարակությունը, ինչպես ինքն էր նշում իր հուշերում, մոռացել է նացիզմի սարսափները, թե ինչի միջով է հրեա ժողովուրդը անցել եւ այդ ժամանակ նա իր մոտ կանչեց Իսեր Հարելին, որը հանդիսանում էր հրեական ամենահայտնի, ինչպես նաև աշխարհի մասշտաբով երևի թե ամենահզոր հետախուզական կառույցներից մեկի Մոսադի ստեղծողը եւ հանձնարարեց, որպեսզի նա սկսի հրեա ժողովրդի դահիճների կամ ֆիզիկապես հայտնաբերումը եւ ոչնչացումը կամ որոշներին նաեւ բերման ենթարկել եւ դատել, այո։ Եվ այստեղ մենք կարող ենք նույնիսկ զուգահեռ անցկացնել մեր ցեղասպանության եւ Նեմեսիսի գործողության հետ, ուղղակի մենք այդ ժամանակ չունեինք պետականություն, մենք ուղղակի ֆիզիկապես ոչնչացրեցինք Թալիաթին, Անվերին, Ջեմալին, որոշ կազմակերպիչներ առաջին, այսպես շարքում երևացող, այո, կազմակերպիչները մահապատժի դատապարտվեցին եւ վճիռները իկա տարածվեց։ Հրեական Մոսադի ամենահայտնի գործողությունը, այդ շրջափուլում դա Երրորդ Ռեյխի կայսրական անվտանգության պաշտոնյաներից Ադոլֆ Էյխմանի հայտնաբերումն էր, որը որ փայլուն գործողություններ ըստ էության հետախուզությունների պատմության համատեքստում եւ Ադոլֆ Էյխմանը ոչ ավել ոչ պակաս հայտնաբերվել էր եւ բերման էր ենթարկվել Իսրայել Արգենտինայից եւ ընդ որում Իսրայելը երբ որ իրականացրեց այդ գործողությունը նա թքած ուներ միջազգային իրավունք ասվածի մասին, թքած ուներ որ գործողությունը իրականացվում է օտար պետության տարածքում, տեսեք երբ որ իրենք սկսեցին այդ որսը նացիստ հանցագործների նկատմամբ, մենք պետք է նշենք, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո քաոս էր ըստ էության ողջ Եվրոպայում եւ բազմաթիվ նացիստական հանցագործներ, որոնք երկրորդական կամ երրորդական նույնիսկ դերակատարում չունեին, շատ ավելի առաջնային դերակատարում ունեին կոնկրետ հոլոկոստի իրականացման առումով, ուղղակիորեն կարողացել էին փախչել Հարավային Ամերիկա, որտեղ նրանց
օրինակ նույն Պարագվայում կամ Արգենտինայում գրկաբաց էին ընդունել, որովհետև Հարավային Ամերիկայի բռնապետական ռեժիմները ընդունում էին կառավարման ֆաշիստական կոնցեպցիան եւ նացիստները օրինակ նույն Էյխմանը կամ Օսվենցիմի հայտնի բժիշկ Մենգելեն կամ Կլաուս Բարբին բավականին մեծ ընդունելության էին արժանացել։ Ինչ արեց իսրայելական հետախուզությունը, նա կարողացավ Եվրոպայում 1950-ականներին որոշակիորեն հետքի վրա դուրս գալ Ադոլֆ Էյխմանի եւ հասկացան իրենք, որ Էյխմանը գտնվում է մեկ այլ մայրցամաքում, Հարավային Ամերիկայում, իրականացվեց գործողության պլանավորում, այսինքն սուբյեկտի հայտնաբերում, սուբյեկտի դիտարկում, նրա շարժի, նրա կենցաղի առումով, թե նա ինչ կյանք է վարում, եւ հետագայում արդեն վերջնական գործողության պլանավորում 1960-ականների սկզբին Արգենտինա էր ժամանել իսրայելական պատվիրակություն, որը որ մասնակցում էր երկրի անկախության 150-ամյակի տոնակատարություններին։ Բնականաբար այդ պատվիրակության մի մասը ոչ թե կառավարական անդամներ էին, այլ Մոսադի գործակալներ, եւ ընդ որում իրենք կարողացել էին արդեն իսկ հայտնաբերել Բուենոս Այրեսի ծայրամասերից մեկում բնակվող Ադոլֆ Էյխմանին եւ երբ որ նրան ձերբակալեցին, նրան հագցրել էին ինքնաթիռի անձնակազմի հագուկապ, թմրանյութ էր ներարկել եւ արգենտինացիները բնավ կասկած չէին ունեցել, որ իսրայելական Մոսադը գործողություն է իրականացնում եւ նրանք շատ հեշտ ու հանգիստ կարողացան Էյխմանին ուղղակիորեն առևանգել Արգենտինայից, բերեցին Իսրայել, դատեցին եւ մահապատժի ենթարկեցին։ Այս առումով իսրայելական հետախուզությունը իրապես շատ կարևոր գործ կատարեց իր երկրի իր ազգային շահերի պահպանման տեսանկյունից եւ ես կցանկանայի լսել ձեր դիտարկումը կոնկրետ այդպիսի գործողությունների, որոնք նա իրականացնում էր Իսրայելը որպես պետություն, իր պետության թշնամիների նկատմամբ եւ արդյոք մենք այդ առումով չունենք ընդօրինակելու տեղ։ Գիտեք, եթե Իսրայելի ստեղծման պատմությունը նայենք 48 թվականին Մակարդակության խորհրդի որոշումով այդ տարածքի վրա երկու պետության ստեղծելու իրավունքով Իսրայել եւ Պաղեստին պետությունը այդպես էլ չստեղծվեց, Իսրայելի տարածքում երկու անկլավ կա, մեկը Գազայում, մյուսը Հորդանան արևմտյան ափում, որտեղ կա ինքնավարություն պաղեստինյան որոշակի, Մահմուդ Աբասի ղեկավարությամբ, որ ժամանակին դեռևս ստեղծվել էր այդ կազմակերպության ստեղծողներից մեկի կամ հիմնադիրի Յասեր Արաֆատի կողմից, Պաղեստինի ազատագրության ճակատի հիմնադիրներ, որը որ քաղաքական թևն էր պայքարի։ Ինքը եղել է ռազմական, պաղեստինցիները ռազմական թևի առաջնորդն է եղել։ Արաֆատը եղել է ռազմական առաջնորդը, հետո հետո մտավ քաղաքականություն, բայց ինքը ռազմականի առաջնորդն է։ Հիմա գիտեք, եկեք այսպես նայենք, Իսրայել պետության ստեղծմանը նպաստել են որոշ պետություններ, այնպես չի, որ դա զուտ հրեաների ցանկությամբ որոշվեց, որ այդ տարածքում, որտեղ հրեաները էական փոքրամասնություն էին կազմում, ի համեմատ պաղեստինցիների, արաբների, այո։ Այսինքն եղել է 45 թվականից հետո որոշակի աշխարհի ուժային կենտրոնների կողմից որոշակի կոնսենսուսի արդյունքում այդ պետության։ Ավելին ասեմ, որ այդ պետության մեջ ռազմական հիմնական ուրեմն առաջնորդները եւ շրջափակված արաբական ոչ բարեկամ երկրներով, որտեղ անընդհատ պատերազմներ էր, այսպես ասենք, այդ կազմակերպության
ռազմական ցախալ, որը կոչվում է Իսրայելի պաշտպանության բանակ, դրա ակունքներում կանգնած են եղել ազգության փրյա շատ խորհրդային միության բարձրաստիճան զինվորականներ, որոնք անցել են հայնական պատերազմի մեջով։ Այսինքն խորհրդային միությունը ուղղակիորեն մասնակցություն է ունեցել այդ պետության ոչ միայն ստեղծման, անձամբ Ստալինի ձեռան։ Այո, այլև այդ պետության կայացման, պաշտպանունակության ստեղծման, բանակի ստեղծման արաբական երկրների հետ պատերազմներում, հայնական պատերազմում անցած սպաների փորձառությունը նաև փոխանցելու, կիրառելու եւ այլն։ Այսինքն խորհրդային միությունը ուղղակիորեն մասնակցություն է ունեցել, ասենք այսպես։ Բայց եթե Իսրայելի ստեղծումը առաջին փուլում նպատակ էր հետապնդում պետության կայացում եւ իր հարևանների հետ այս կամ այն ձևով որոշակի կոնսենսուսի գալ, լինի հաղթանակ, լինի պարտություն, լինի տարածքների զիջում, հա, այդպես էլ է եղել, ինչպես ասում են, Սինայի թերակղզին հրեաները վերցեցին, հետո զիջեցին, հա, եւ Եգիպտոսից, այո։ Եկեք սա դիտենք Իսրայելի կայացման փուլ, որտեղ այնուամենայնիվ արաբական աշխարհը եւ աշխարհի ուժային կետորները դե ֆակտո համակերպվեցին այն իրողության հետ, որ այդ պետությունը եւ հրաժողովուրդը իրավունք է նվաճել լինել հարաբերական առումով անկախ, որտեղ բացարձակ առումով երկիր մոլորակի որից անկախ պետություններ չկա։ Հարաբերական առումով անկախ, այսինքն իր ներքին եւ արտաքին քաղաքականության վրա դրսի ազդեցությունը այնքան էական չէին, որ պետական ինստիտուտները սպասարկեին այլոց շահերը, այսպես ասենք, ես օրինակ անկախության կամ ավելի շուտ ինքնիշխանության կարմիր գիծը այդպես եմ նայում։ Այո, ազդեցություններ կան, բայց եթե դու որոշումների մեջ սպասարկում ես այլոց շահերը առաջնայդ եւ ոչ թե քո, արդեն դու ինքնիշխան չես։ Բայց որ քո հարևանները, քո դաշնակիցները, հա, կամ վերպետական այն կառույցները, որին դու անդամակցել ես, լինի քաղաքական, տնտեսական, թե ռազմական, որտեղ դու քո ինքնիշխանությունից որոշակի առումով դու զիջում ես ցանկացած վերպետական կառույցում, դա կապ չունի ինչ վերպետական, հա։ Եվ այդ առումով Իսրայելի գոյությունը ես երկու մասի եմ բաժանում։ Առաջինը կայացման, հաստատման, հարևանների կողմից իրեն ճանաչման, այդ պետության բանակի հատուկ ծառայությունների ուրեմն ստեղծման, ինքնաբավ տնտեսության ստեղծման եւ ամենակարևորը հարևանների շրջանում ռազմականացված բնակավայրի կիբուցիների ստեղծման։ Ընդ որում ներողություն ընդհատելու համար, պարոն Ապետյան, 23 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի այդ ռազմական գործողությունը հենց ձեր նշած կիբուցների ուղղությամբ էր հիմնականում։ Այո, այո։ Եվ այսպես, ուրեմն առաջին փուլը դա էր, որը շատ նորմալ, շատ բնական, շատ ժողովուրդների եւ պետությունների կայացման ճանապարհի նման էր, այսպես ասենք։ Շատերին ավելի վաղ, որոշներն միգուցե հետո, բայց հիմա Իսրայելը իրականում գտնվում է գաղափարախոսական առումով մի վիճակում, որտեղ երկրի քաղաքական ղեկավարությունը ունի հավակնություններ, որը ոչ թե արկա իրողությունների, աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնի վրա է այդ ուրեմն պետության այսօրը եւ վաղը փորձում կայացվել, այլ որոշակի գաղափարախոսությունների, ու մասնապես օրինակ սիոնիզմի։ Օրինակ շատ հետաքրքիր է, որ ակնհայտ է, որ Իրան եւ Իսրայել լուրջ հակամարտություն կա, բայց Իրանի որից է ղեկավար Իսրայել պետության եւ հրեա ժողովրդի դեմ, որից է ձեւով կեցված չեն դրսեւորել։ Ասենք չեն ասել, որ Իսրայել պետությունը պետք է չլինի, հրեա ժողովուրդը պետք է բնաջինջ լինի։ Խնդիրը սիոնիստական կառավարությունն է։ Այո, շատ ճիշտ է, իհարկե, այն բոլոր հայտարարությունները եւ կեցվածքը, մասնապես Իրանի եւ Գերագույն հոգեվոր առաջնորդի եւ հոգեվոր խավի եւ ռազմաքաղաքական ղեկավարության, այդ բոլորը սիոնիզմ է, այսինքն այն գաղափարախոսության, որով Իսրայելի սահմանները մխրճվում են մի շարք պետությունների տարածքներ, այդ թվում Սիրիա, այդ թվում Լիբանան, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետություն, այդ թվում Թուրքիա, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ։ Այո, այսինքն գաղափարախոսությունն է հիմա դարձել, ընդ որում նվաճողական, ագրեսիվ քաղաքականությունն է դարձել այդ պետության այսօրվա եւ վաղվա
ուրեմն տեսլականը, որը բնականաբար ընդունելի չի իր հարևանների կողմից։ Ուրեմն սա առաջին, որը որ բնութագրվում է մեծ Իսրայել ստեղծելու այն հավակնությունները, որը Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է կյանքի կոչել, իդեպ որին դեմ են միլիոնավոր Իսրայելի քաղաքացիներ, հիմնականում հրեաներ։ Այդ ու հիմնականում նաև այն հրեաները, որոնք գտնում են, որ հրեա ժողովուրդը Աստծո կողմից ունի առաքելություն եւ այդ առաքելությունը մեծ Իսրայելի ստեղծելու նպատակով չի։ Հիմա սա ուրեմն Իսրայելի ներկան է, բայց այս ներկան նաև մեծ Իսրայել ստեղծումը, սա եւս նպատակ չի, սա գործիք է, իդեպ ասեմ ձեզ։ Որովհետև նպատակը ըստիս հետևյալն է եւ 2 տարի առաջ հոկտեմբերի 7-ին, երբ սկսեց Իսրայել-Համաս հակամարտությունը, որտեղ հոկտեմբերի 8-ին փաստացի պատերազմ հայտարարվեց եւ դրա մասին բարձրաձայնվեց Ցախալի ղեկավարը, նպատակը մեծ Իսրայելը չի։ Մեծ Իսրայելը նոց եմ ասում, ինքը միջոց է դառնալու։ Նպատակը փրկչի ըստ հրեաների Թալմուդի եւ Թորայի Մաշախի ուրեմն ի հայտ գալն է եւ Սողոմոնի տաճարում իր գահի ուրեմն նստելը։ Ավերված տաճարի վերականգնումը։ Այո, երրորդ 2 անգամ ավերվել է եւ երրորդ անգամ պետք է վերականգնվի։ Տաճարն էլ գտնվում է Գազայում։ Տաճարը գտնվում է, չէ, տաճարը գտնվում է Ալաքսա մզկիթի տեղը, Երուսաղեմում։ Դա Հորդանանի արևմտյան ափի գերիշխանության տարածք է, դա Գազան չի։ Իդեպ Գազայի այսպիսի զուտ հպանցիկ ես հակիրճ տեղիկանքի տեսքով ասեմ, որ Գազայի տարածքում Համաս, որտեղ ապրում է մոտ 2 միլիոն տարբեր 2-ից 2.4 միլիոն պաղեստինցիներ, իրականում Համասը ռազմականացված կառույց չի ստեղծվել Իսրայելի տարածքում գտնվող Պաղեստինի ազատագրության ճակատի կողմից, ավելին ստեղծվել է այդ ճակատին հակակշիռ։ Իդեպ ստեղծման մի քանի շահառուներ կան, առաջինը Բրիտանիան, Թուրքիան, ֆինանսավորումը Կատարը եւ շահառուներից մեկը նույն Իսրայելը, որտեղ ինքը ժամանակին այդ Համասի ստեղծումը ինքը հակակշիռ է բուն նպատակը։ Հակակշիռ է Պաղեստինի ազատագրության ճակատի կամ Հորդանանի արևմտյան ափում գտնվող պաղեստինցիների։ Եվ ընդ որում Իսրայելը ինքն է ժամանակին ֆինանսավորել։ Ես դա ասում եմ, 4 շահառու է եղել, նորից եմ ասում, սա մենք պետք է հիշենք։ Բրիտանիա, Թուրքիա, հատուկ ծառայությունները, ֆինանսավորումը Կատար եւ Իսրայել Մոսադ։ Սա հստակ է։ Եվ երբ 2 տարի առաջ հոկտեմբերի 8-ին հայտարարվեց Համասի դեմ պատերազմ, իրականում բուն նպատակը հետևյալն էր ըստ իս այդ պատերազմի։ Բուն նպատակը Իսրայելի տարածքից դուրս դնել ամբողջ պաղեստինցիներին, ոչ միայն Գազայի հատվածում բնակիչներին, այլև Հորդանանի արևմտյան ափի բնակիչներին։ Ասում ձեզ, ինչու՞։ Որտեվ եթե փրկիչը գալու է, իսկ երևացող, այսպես ասենք, մարդկանց ընկալումներով վերահաստատման, որ դա բլեֆ չի, որ դա իրականություն է, որ դա ըստ իրանց Յահվեի կամոք է, Եհովայի, իրենք այդպես չէ, իրանց անունը կա, եւ դրա համար ինչ էր պետք է խոչընդոտը վերացնել, ինչ խոչընդոտ, եթե Սողոմոնի երրորդ տաճարը պիտի կառուցվի կամ վերականգնվի, այդտեղ մի հատ լացի պատ կա, ուրիշ բան չկա, մնացածը այդ տարածքի վրա, ընդ որում նույն տարածքում պիտի սարքվի, որտեղ 2 անգամ, առաջին անգամ Աստծո կամոք Դավիթ թագավորը փորձում էր, իրեն չտրվեց այդ իրավունքը, տվեց իր զավակին Սողոմոնին, առաջին անգամ տաճարը, Աստծո տաճարը այդտեղ ստեղծվեց։ Եվ հիմա պետք է ավիրվի Ալաքսա մզկիթը։ Կամ պիտի տեղափոխվի այդ մզկիթը, ինչ որտեղ քանդվի, շինությունը, տեղը պիտի ազատվի, կամ ուղղակի պայթեցվի։ Հիմա եթե նման արարքարվի, Պաղեստինի ժողովուրդը, որը ապրում է նվազագույնը Իսրայելում, դա հաշվեք քանի միլիոն որ կա, այդքան միլիոն մահապարտ։ Իսկ ինչու՞, որտեվ իսլամ աշխարհի համար Ալաքսա մզկիթը ինքը երրորդ սրբությունն է։ Մեքքայի եւ Մեդինայից հետո Ալաքսան երրորդն է, Այսինքն դա խնդիր է,
որպեսզի այդ խնդիրը լուծեն, այդ տարածքի պաղեստինցիների առավել մարտունակ, ռազմաշունչ, կազմակերպված միավորներին բնակչությանը պետք է դուրս տրվի։ Ահա թե ինչու 2 տարի առաջ այդ ձեր նշած եւ այդպես էլ կար կիբուցիների վրա հարձակման ժամանակ, բայց իրական հարձակումը կիբուցիների վրա չեղավ, որտեղ առաջապահ ստորաբաժանումները այո, եղել են կիբուցիներ, ռազմականացված բնակարար, բայց եղել է ռոք ֆեստիվալ, որտեղ թմրամոլների, պղծությունների, ասենք քարոզիչները նաև երաժշտությամբ, որտեղ մեծ մասը իդեպ հрьяաներ չեն եղել, դրսից եկածներ են եղել։ Հյուրեր են եղել։ Եվ շատ տարօրինակ կերպով Համասի զինյալները շատ դյուրին կերպով մտնում են այդ տարածք։ Ես ժամանակին հանգամանքի բերումով ուսումնասիրել եմ վերադասի հանձնարարությամբ կիբուցիների ստեղծման պատմությունը, մոտիվացիան, տնտեսական ուրեմն կազմակերպվածությունը, դա որպես կոլեկտիվ համայնք է, այնտեղ անձնական սեփականություն գոյություն չուներ, բոլորը հանրային սեփականություն, ռազմականացված կառույցի, ասենք, կազմակերպականությունը, ինչպես է այդ ինքնապաշտպանական ուժերը կազմակերպվում, ում հետ են շփվում, ինչպես են հարաբերվում, ի պաշտոն է, այսինքն ես այդ բավական լավ գիտեմ։ Երբ 2 տարի առաջ ես այդ դեպքը նայեցի, որ կարող են այդ փշալարերը կտրել ու մտնել Իսրայելի տարածք, ասի վստահաբար Իսրայելի թույլտվությամբ ա եղել։ Առավել ևս առնվազն մի քանի կիլոմետր հեռավորության վրա մինչև Իսրայելի տարածք մտնելը եւ տեսախցիկները եւ առնվազն 4 կառույց ամբողջովին վերահսկողության ներքո են, հա, պահում։ Անհրաժեշտության դեպքում եթե պետք լինի Իսրայելի տարածքից հարվածելու են այն անձանց, որոնք փորձելու էին տեսականորեն մտնել Իսրայելի տարածք։ Իսկ իրենց դյուրին կերպով թույլ տվեցին, չէ՞ որ մտնեն։ Ինչու՞։ Այստեղ նաև հենց ռետորական հարց է առաջանում, հա։ Իսրայելը ունի աշխարհի ամենահզոր հետախուզական կառույցներից մեկը եւ հիմա հարց է առաջանում, թե ոնց կարողացան այդ փշալարերը կտրել կամ պարաշյուտներով վայրեժ կատարել։ Դա դնում ենք մի կողմ, հա, եկեք իսկապես լուծը։ Այստեղ փորձենք հասկանալ, որ Իսրայելը թույլ տվեց։ Իսրայելը թույլ տվեց, այո։ Ինչու։ Սադրեց հիշենք Համասի իրական շահառուները եւ Համասի ղեկավարությունը մինչեւ իրենց նկատմամբ այս 2 տարի առաջ գործողությունները սկսեցին, ղեկավարությունը գտնվել է Կատարում, իդեպ ասեմ, ճիշտ է, ղեկավարին սպանեցին Իրանի նորընտիր նախագահի երթմնակալության ժամանակ։ Խոսքը Իսմայել Հանիեի մասին։ Այո, բայց ամբողջ ղեկավար կազմը եղել է որտեղ Կատարում։ Եվ այս վերջերս երբ Իսրայելը հրթիռակոծեց Կատարի որ օբյեկտներ, այնտեղ որտեղ գտնվում են Համասի ղեկավարությունը։ Թիրախը նույնն էր։ Այո։ Եվ այստեղից բարձ հետևություն 2 տարի առաջ Իսրայելը թույլ տվեց եւ ինքը հրաշալի գիտեր, որ նման ակցիա է արվելու, որտեղ իրան պետք էր պատրվակ ընդ որում Համասի խնդիրը հետևյալն էր՝ մտնել, վերցնել հարյուրներով գերիներ, հիմնականում Իսրայելի քաղաքացիներ, լինեն քաղաքացիական թե զինվորական, եւ փոխանակել, իրենք մի պահանջ են դնում, փոխանակել Իսրայելի բանտերում գտնվող թվով մոտ 2000 ռազմագերիների կամ գերիների։ Ես կարծում եմ այնուամենայնիվ Իսրայելի բանտերում գտնվողները դրանք Իսրայելի կողմից դիտում են որպես ռազմագերի, որտեղ պատերազմի մեջ են այնուամենայնիվ, հա, չհայտարարված, բայց Պաղեստինը եւ Իսրայելը այդպես, հա, գոյութենական կռիվ են մղում եւ եթե այդպես է, ուրեմն պատերազմի մեջ են։ Փոխանակումն էր բուն նպատակը Համասի գործողության։ Իսկ Իսրայելը շատ ավելի խորքային օպերացիա էր մշակել, իրան նպատակը Իսրայել տարածքից պաղեստինցիներին ամբողջովին դուրս դնելն էր, բայց ինքը պետք է հիմքեր ունենալ։ Եվ այդ հիմքը հոկտեմբերի 7-ին 2 տարի առաջ Համասը տվեց, որտեղ 1 օր հետո ոչ ավել ոչ պակաս Իսրայելը պատերազմը հայտարարում հրապարակա պաշտոնապես Համասին, ճիշտ է։ Եվ այստեղից բարձ հետևություն։ Ուրեմն այդ պատերազմը պետք էր առաջին հերթին Իսրայելին, որովհետև խնդիր կար Ալաքսան, նորից եմ կրկնում, բուն նպատակը Ալաքսան քանդելն է կամ տեղափոխելն է։ Բայց կյանքը ցույց տվեց, որ պաղեստինցիները այնուամենայնիվ բավականին ռազմաշունչ եւ մարտունակ ժողովուրդ են, 100%-անոց շրջափակված վիճակում, շատ փոքր տարածքի վրա, իդեպ տարածքը ասենք, ես պարբերաբար կրկնում եմ, որպեսզի մեզ լսողները նաև որոշակի զուգահեռներ տանեն Արցախի հետ,
Ուրեմն այդ տարածքը, որտեղ Գազան է, 365 քառակուսի կիլոմետր է, 1.5 Երևանի տարածք։ Այո, Երևանից մի փոքր ավել, բայց ասենք այսպես։ Իսրայելը այդպես էլ չկարողացավ գրավել։ Ճիշտ եք։ Այսինքն քաղաքական ղեկավարությունը, խնդիրը դեր ռազմական ղեկավարությանը գրավել այդ տարածքը։ Եգիպտոսը փակել էր ճանապարհը, որտեվ Գազայի հատվածը նաև սահմանում Եգիպտոսի հետ։ Ինչու՞։ Եգիպտոսը մեկ անգամ տեսել էր այն ավերը, որ իր երկրում իրականացրել են մուսուլման եղբայրները, իսկ Համասը ինքը պաղեստինյան թևի մուսուլման եղբայրներն էին։ Մեկ անգամ Եգիպտոսում մուսուլման եղբայրներ իշխանություն վերցրեցին, ճիշտ է։ Եվ մենք տեսանք մի կերպ զինվորականները հետ կարողացան, նաև այլ երկրների չերևացող օժանդակության միջոցով կարողացան հետ վերցնել։ Եվ Եգիպտոսին երբեք ձեռք չի տալիս, որ մուսուլման եղբայրների գաղափարախոսությամբ ապրող մարդիկ 1-2 միլիոն կրկին անգամ տեղափոխվեն Եգիպտոս։ Դրա համար սահմանը փակ էր պահում։ Մյուս կողմում միջերկական ծովն էր, որտեղ կա իդեպ գազի եւ նավթի հսկայական պաշարներ։ Իսկ մուսուլման եղբայրների կենտրոնը ոչ ավել ոչ պակաս դա Թուրքիայում է։ Եվ այդ կառույցի ղեկավարը չհայտարարված դա Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Սա մենք միշտ հիշենք։ Եվ այսպես, ուրեմն պատերազմ, որտեղ 1.5 Երևանի տարածքում եւ գետնի վրա եւ գետնի տակ, իսկ իրականում կարողացել էր Համասը ստեղծել ստորգետնյա քաղաք իր անցումներով, 15 տարի շարունակ մոտավորապես։ Եվ այդ ֆինանսավորումը արվել էր։ Եվ այսպես այդ ժողովուրդը զենքը վար չդրեց, կորուստներ տասնյակ հազարներով, բայց առանց լացու կոցի այսպես, հա, վայ վույ մեզ ցեղասպանեցին եւ այլն, եւ փաստը մնում էր փաստ, որ Իսրայելը իր թիրախներից մեկ այդ ընթացքում վերցրեց նաեւ Լիբանանի Հեզբոլլահին, որը եւս շիա մահամեդականներ են, որը ուղղակիորեն ֆինանսավորվում եւ զինվում է Իրանի կողմից, այսինքն Իրանի պրոքսին է, եւ Իսրայելը փորձեց ուրեմն այդ հարցը լուծել միաժամանակ ճակատ բացելով Գազայում իր ոչ հաջողությունները փորձում էր կոմպենսացնել Լիբանանում Հեզբոլլահին, այո, հարավային Հեզբոլլահին ծնկի բերելով։ Փաստացի սա էլ ձախողվեց։ Սա քիչ էր հուսիտների հետ կապված։ Եվ կարելի ասել աբսուրդությունն նա էր, որ Իսրայելի վրա Եմենից թռչում է հիպերձայնային արագության փրթիր։ Երկիր մոլորակի վրա գործնականում ուրեմն մինչև մեկ պետություն էր, որը կիրառել էր Ռուսաստանը հիպերձայնային արագության փրթիր։ Մոտ 11 ձայնի արագությամբ 11 մախով։ Երկրորդը Իրանը, որը կարճ բախում եղավ նախանցյալ տարի Իրանի եւ Իսրայելի։ Խոսքս այս 12 օրվա բախման մասին չէ, 2024-ի 24-ին եղավ, այո, անցյալ տարի ապրիլ-մայիսին, եթե չեմ սխալվում։ Եվ հիմա նայեք, իրավիճակը այսպեսին է։ Իսրայելը չի կարողանում իր տարածքից պաղեստինցիներին դուրս տանել, Իսրայելը չի կարողանում ծնկի բերել Հեզբոլլահին, որը պետություն է պետության մեջ, Լիբանանում ունեն իր բանակը։ Փաստ է սա։ Անկամ ներողություն, պարոն Ապետյան, տեսեք, շատ հետաքրքիր ու կարևոր շեշտադրումներ իրականացրեցիք։ Ինքը իրապես չի կարողանում լուծել իր հարցերը Գազայի հատվածում եւ անգամ տեսանք, որ Շարմ էլ-Շեյխում ձեռք բերված պայմանավորվածություններից կամ համաձայնությունից հետո նա շարունակում է ռմբակոծել Գազան եւ ըստ էության մենք ֆիքսում ենք, որ պատերազմը չի ավարտվել, կարելի ասել։ Այո։ Եվ այս շրջափուլում, երբ որ նա սկսեց Գազայի նկատմամբ այդ գործողությունը, նա վերացրեց Իսմայել Հանիեին Թեհրանում երթմնակալության օրը Փեզեշքյանի երթմնակալության ժամանակաշրջանում նա հետագայում հարվածեց արդեն Լիբանանում Հեզբոլլահին ֆիզիկապես վերացնելով երկարամյա առաջնորդ բավականին խարիզմատիկ կերպար հանդիսացող, այո, Հասան Նասրալլահին, բայց մենք տեսնում ենք, որ առաջին դեմքերի ոչնչացումը
ֆիզիկապես ոչնչացումը որևէ բան չտվեց Իսրայելին, հա, այդ կառույցները գործում են։ Մենք նաև տեսանք 12-օրյա պատերազմի շրջանակներում գլխավոր շտաբի պետին վերացրեցին Իրանի, բազմաթիվ ռազմական կարևոր գործիչների հիմնականում խաղաղության կորպուսի գեներալ-ծետը եւ Ալ-Կուդսի ղեկավարությունը էլիտար ստորաբաժանումների ղեկավարներն առաջին, երկրորդ, երրորդ օրը իրենք էին թիրախում, էլի։ Մի մասը իսկապես գիտնականներին հայտնի, որոնք աշխատում էին այդ օբյեկտներում, հա։ Իրանը սկզբից մի պահ ըստ էության շոկի մեջ էր, սակայն շատ արագ կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից 1-2 օրվա ընթացքում եւ կազմակերպեց բավականին հաջող հակահարվածներ։ Կարող ենք արդյոք ձեզ փաստել, որ Իսրայելը տապալվել է այդ բոլոր 3 ուղղություններում՝ Գազա, Լիբանան, Հեզբոլլահ եւ վերջնարդյունքում նաև Իրանի դեմ հարձակում։ Արձանագրենք այսպես, սովորաբար տարբեր գնահատականներ կան, թե երկու պետությունների միջև ռազմական գործողությունները, որը որակվում է որպես պատերազմ, թե պատերազմը ինքը հստակ կրիտերիաներ ունի, այնպես չի, ասենք, մի քանի օրվա բախումը, որը նպատակը պատերազմը չի, դիմացինին ծնկի բերելը չի, այլ լոկալ ինչ-որ խնդիր լուծելը պատերազմ չի։ Դա ասենք լայնածավալ ռազմական գործողություն է, ինչևէ։ Փաստը մնում է փաստ, որ Շարմ էլ-Շեյխում մի հետաքրքիր դրվագ նկարագրենք։ Փաստորեն Միացյալ Նահանգները, Եգիպտոսի, Կատարի եւ Թուրքիայի պատասխանատվությամբ այդ երկրների ղեկավարների ներկայությամբ, բնականաբար ավանգարդում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփն էր, հրադադարի ռեժիմ հաստատեցին։ Դա ստորագրվեց այս տարի հոկտեմբերի 10-ին, այսինքն մոտ 21 օր առաջ։ Ինքը այդ հրադադարի ռեժիմը նաև ուներ շարունակականություն։ Մասնապես այդ տարածքի վրա պետք է օրինակ ստեղծվեր որոշակի ինքնավարություն, Գազայի մասն է խոսքը։ Իսրայելական զորքերը ամբողջովին պիտի դուրս գային այդտեղից, ցախալը պիտի դուրս գար։ Խաղապահների մասին։ Խաղապահներ, ավելին Համասը չէր զինաթափվում։ Նա այդ մի կարգավիճակից վերածում էր ոստիկանության կարգավիճակի, որը ներքին անվտանգությունն էր ապահովում, հա։ Այսինքն ոստիկանության խնդիրը որն է, կարգ ու կանոնի հաստատումը։ Ավելին, այդտեղ խնդիր է դրված պատասխանատվությամբ այդ գործի ուրեմն դրնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Տոնի Բլեյրի վրա եւ այդպիսի որոշումներ։ Հիմա այս որոշումները ինքնին, որի առաջին քայլը պատանդառու եւ ձերբակալված եւ բանտերում գտնվող անձանց փոխանակումն էր, այդ քայլը սկսեց տեղի ունենալ հոկտեմբերի 13-ին, որտեղ այդ ստորագրած փաստաթուղթը կյանքի կոչվեց 3 օր հետո, հոկտեմբերի 13-ին։ Հոկտեմբերի 13-ից 3-4 օրվա ընթացքում Իսրայելին փոխանցվեց 48 անձ էին ողջ մնացել, մինչև 132 պատանդես, 48-ը ողջ էին։ Այդ 48-ից 20-ն էին ողջ մնացել։ Ուրեմն 20-ը Համասը տալիս է, ստանում է մոտ 2000, որոնք բանտերում են գտնվում, ինքը ստացավ։ Այսինքն ուշադրություն դարձրեք, սա Համասի զինյալների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք մտած զինյալների պահանջներ, իրենք ասում են, չէ՞, մենք այդ 132-ին որ տալել են, մենք տալիս ենք մեր 2000-ին։ Հիմա 132-ից մնացել են 20-ը ողջ, բայց Համասը իր 2000-ին ստացավ։ Ընդ որում հարյուրավոր մարդիկ, որոնք մի քանի անգամ ցմահ բանտարկություն էին ստացել։ Դուք պատկերացնում եք ովքեր, այսինքն այդ մարդիկ պոտենցիալ ովքեր հետ են գնում, սրանք ոչ միայն միանալու են Համասի զինյալ դիմադրությանը, այլև սրանք շատ օղակներ որպես ղեկավարներ են լինելու։ Իհարկե մինչև կարծում եմ Համասի հակահետախուզությունը կֆիլտրի, որ այդ անձերի մեջ նաև բնականաբար հավաքագրված մարդիկ չունեն, ու շատ բնական է, բայց արձանագրում ենք, որ Համասը հասավ այն խնդրին, որը դրել էր իր առաջ 2023-ի հոկտեմբերի 7-ին։ Որ ինչու է այդպես տպավորվել, զուգահեռ որտեղ աշխարհի մի հայտնի անձնավորություն ծննդյան օրն է։ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրն է, ասենք պատականներ, ես նույնիսկ չեմ ուզում ասել այդպես
կոնսպիրոլոգիայի մեջ մտնել, բայց միգուցե պատական չէ այդ օրը, հա, Համասի գործողությունը։ Միգուցե։ Այդտեղ նաև բավականին հետաքրքիր սիմվոլիզմ էր առկա 1973 թվականին նույն հոկտեմբերի 7-ին մի քանի պետություններ հարձակվել էին Իսրայելի վրա, դա Յոմ Կիպուրի պատերազմը ասվածն էր։ Այո, ճիշտ եք։ Այո, այդ սիմվոլիզմը կար, այդ հոկտեմբերի 7-ը։ Արևելքում սիմվոլիզմները միշտ կան։ Այո։ Եվ հիմա եթե մենք փորձենք արձանագրել Շարմ el-Շեյխում, Համասը ստացավ այն ինչ որ ուզում էր ստանալ եւ դրան էլ գումարած նաեւ այլ իր համար շահեկան պայմաններով նոր իրավիճակ։ Այն է ցախալը ամբողջովին պիտի դուրս գար այդ տարածքից։ Այն է Համասը չէր զինաթափվելու։ Այն է համաշխարհային միջազգային հանրությունը տարբեր պետությունների միջազգային կառույցների ուրեմն միջոցով փորձելու են լուրջ ներդրումներ անել վերականգնելու Գազայի հատվածի ավերված շենքերը, քաղաքները, բնակավայրերը այդ փոքր տարածքի վրա։ Դրան է գումարած այդ գործի պատասխանատվությունը Միացյալ Նահանգները տեսել էր ի կատարման Բրիտանիայի նախկին վարչապետ Տոնի Բլեյերի։ Ես կարծում եմ սա ինչի համար է այդպես դրված, եթե ինչ-որ ձախողումներ լիներ, դա վստահաբար կարելի էր բարթել Բրիտանիայի եւ իր նախկին վարչապետի վրա։ Ես կարծում եմ դրա համար է նշանակել։ Բայց փոխանակությունից հետո հոկտեմբերի 19-ին Ցախալը առաջին անգամ Գազայի հատվածի վրա օգտագործեց ծանր ավիառումներ 100-ից ավել։ Նման բան չէր եղել, ասենք իրենք օգտագործում են այդ ծանր ավիառումները, բայց այդ ոչ այդ մասշտաբի։ Ասենք 1 հատ, 2 հատ, 3 հատ, որտեվ այդ մեծ քանակի օգտագործումը ինքը պայթյունի հզորության առումով մոտապես մոտել միջուկային ռումբի պայթյունի, առանց ռադիացիայի։ Այսինքն արձանագրենք, որ Տրամպի միջնորդությամբ փաստացի ձախողվեց այդ հրադադարի ռեժիմի հաստատումը։ Բայց արձանագրենք նաև, որ հոկտեմբերի 10-ին Շարմ el-Շեյխում իրականում այն փաստաթուղթը, որ ստորագրվեց, Իսրայելի կողմից դա կապիտուլյացիա էր, այսինքն ինքը ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիր։ Իսկ եթե մինչ այդ մի փոքր հետ գանք Իսրայել-Իրան պատերազմը, սա ինչի տեղի ունեցավ։ Վերջին հաշվով Իսրայելի ղեկավարությունը գնահատելով, որ ինքը չկարողացավ Համասի հետ վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, եւ Իսրայելից հիմնականում դուրս դնել առավել ակտիվ զինյալ ջոկատները, որ Ալաքսայի հարցերը, ինչպես ասում են, լուծել, հա, քանդել, տեղը կառուցել Սողոմոնի 3-րդ տաճարը։ Իրենք որոշեցին, որ այդ բոլոր ուժերին զինում է, օգնում է եւ ֆինանսական, եւ ռազմական, եւ զինական առումով Իրանը։ Այսինքն Իրանի բազուկները, որն էր իդեպ դարձած արդեն Համասը սկզբունքորեն արդեն Իրանի հետ էր համագործակցում Հեզբոլլահը, Եմենի հուսիտները, եւ եւս մի ստորաբաժանում կար, որը դեռևս ակտիվ գործողությունների շրջան չէր մտել։ Դա Իրաքում 400,000-անոց շիա միլիցիան է, որը այո Իրանի պրոքսիներից մեկն է, այսինքն Իրանը 4 պրոքսի ունի։ Եվ որպեսզի այդ պրոքսի հարցերը լուծի, ինքը փաստացի Իսրայելը չկարողացավ լուծել, ինքը ինչ արեց։ Հարվածեց գլխին։ Շատ ճիշտ եք։ Հարվածեց գլխին։ Նպատակը ոչ թե Իսրայելի նպատակը ոչ թե Իրանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը կապիտուլյացիայի ենթարկելն էր, այսինքն հաղթել ռազմական առումով, այլ իշխանապողությունը ակնհայտ էր, որը որ նորից ձախողվեց։ Շատ ճիշտ եք, այո, առաջին, երկրորդ, երրորդ օրը բավականաչափ շատ ղեկավարներ եւ հոգեվոր, եւ ռազմական, եւ գիտական, եւ քաղաքական, այո, զոհվեցին, բայց հետաքրքիրն է, որ Իրանը ունի կառավարման մի մոդել, որ ես կարծում եմ աշխարհում, չգիտեմ, միգուցե եւ Իսրայելը նման մոդել ունի կամ այլ պետություններ, բայց որի մասին չէր բարձրացնում։ Այսինքն, եթե մի ղեկավար սպանվում է, իր տեղը մի քանիսը արդեն պատրաստ են փոխարինման։ Ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար, որ հետո ինչ որ ժամանակ հետո կարողանա գործառույթներ իրականացնել, այլ ուղղակի ինքը գիտի, այո, ինքը գիտի։ Իմ տվյալներով քաղաքական ղեկավարությունը 1 անձին փոխարինող 3 անձ կար, ռազմականը 1-ին 5։
Եթե ուշադրություն դարձնեք այդ 12 օրվա պատերազմում հիմնական հարվածը որ տեղի ունեցավ, հարվածը հեղափոխության պահապանների կորպուսի ներ եւ կորպուսի մեջ մտնող առանցին ստորաբաժանում Ալ-Կուդս, որը թարգմանությամբ կոչվում է Երուսաղեմ։ Դրանց ղեկավարների ներ։ Ինչու, որտեվ առավել արմատական եւ մոտիվացված Իրանը ինքը ունի 4 բանակ։ Առաջինը այն բանակն է, որը մենք դասական իմաստով գիտենք, որը ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունը արտաքին ագրեսիայից։ Պահապանների կորպուս ասված։ Երկրորդը պահապանների կորպուսն է։ Պահապանների կորպուսը ինքը մոտիվացված, ասեն գվարդիան, բայց պահապանների կորպուսը օրինակ ունի օդատիեզերական ուժեր, որը սովորական բանակը չունի։ Այսինքն առավել կարևոր ստորաբաժանումը ոչ թե բանակի ենթակայությանն է, այլ պահապանների կորպուսի։ Ընդ որում 4 իր ստորաբաժանումները փաստացի ենթարկվում են մեկ անձի գերագույն հոգևոր առաջնորդի Սեյիդ Ալի Խամենեին։ Ուրեմն կորպուսի զատ, կորպուսի մեջ մտած ստորաբաժանում, որի ղեկավարը չի ենթարկում կորպուսի հրամանատարին, հետաքրքիր է, ենթարկում է կրկին գերագույն հոգևոր առաջնորդին, դա Ալ-Կուդսն է կամ Երուսաղեմ։ Բայց որի գործառույթը ոչ թե երկրի ներսում է, այլ երկրից դուրս է։ Այ մենք գիտենք Ալ-Կուդսի հրամանատար հայտնի Սուլեյմանին, որին Տրամպի առաջին պաշտոնավոր ժամանակ ուղղակի սպանեցին։ Դրա մասին ցանկանում էի, որպեսզի խոսեինք։ Պարոն Ապետյան, նախ մի քանի դիտարկում անեմ եւ կցանկանամ հենց նաեւ այս հարցերի մասին խոսենք։ Տեսեք, Իսրայելը հայտնի է որպես պետություն, որը որ գոնե 20-րդ դարի ժամանակաշրջանում, չէր բանակցում, այսպես ասած, իրեն վնաս տվողների կամ ահաբեկիչների հետ։ Համասը նրանք համարում են ահաբեկչական կառույց, եւ ըստ ձեզ ինչու նրանք այնուամենայնիվ մտան բանակցությունների ահաբեկիչների հետ, իրենց լեզվով ասած, որովհետև տեսեք, երբ օրինակ 1970-ականներին տենացավ ահաբեկչական ակտ, երբ որ մի խումբ ահաբեկիչներ ինքնաթիռը վերցրեցին պատանդ եւ որը որ ուղևորվում էր դեպի Իսրայել եւ հրյաներ էին հիմնականում այդտեղ ահաբեկիչները ինքնաթիռը ուղղեցին դեպի Ուգանդայի մայրաքաղաք Կամպալա եւ Իսրայելի ղեկավարության առջեւ կար որոշակի դիլեմա, բանակցել ահաբեկիչների հետ, կատարել նրանց պահանջները, թե փորձել հարցը ուժով լուծել։ Իսկ պահանջները իրենց բանտերից պաղեստինցիների ազատ արձակումներ։ Իսրայելցիները ընտրեցին գործողություն իրականացնել, որը որ պատմության ամենահայտնի հակաահաբեկչական գործողություններից մեկն էր, գործողություն Էնտեբե անվանմամբ, երբ որ հրյաները կարողացան 3000 կիլոմետր հեռավորության վրա թաքուն կերպով հասնել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի օդանավակայան եւ պատանների 99%-ին կարողանալ ազատել ահաբեկիչների ձեռքից եւ իդեպ այդ գործողության շրջանակներում ստորաբաժանման հրամանատարներից մեկը Բիբի Նեթանյահուի եղբայր Ջոնաթան Նեթանյահուն էր, որը որ զոհվեց հենց հրեական կողմից մեկ զոհ եղավ եւ ինքն էր դա։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ Իսրայելը իրականացրել է հակաահաբեկչական գործողություն, չբանակցելով ահաբեկիչների հետ։ Սովորաբար դա չգրված օրենք է դեպ ասեմ ձեզ, ահաբեկիչները սովորաբար չեն բանակցում։ Հենց ցանկանում եմ դրա մասին խոսել։ Եթե նրանք համարում են Համասը ահաբեկչական կառույց, ինչու նրանք նստեցին բանակցությունների սեղանին։
ասեմ ձեզ, փաստացի եթե պատերազմը շարունակվում է, ակնհայտ է, որ Ցախալը չի կարողանում լուծել այն խնդիրները, որը դրել է իր առաջ քաղաքական ղեկավարությանը, իսկ Իսրայելում արդեն հակապետական կեցվածքը տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ժողովրդի մոտ բակալին ուժգնանում էր, ակնհայտ էր, որ Բիբիի նույն Բենյամին Նետանյահուի իշխանությունը թուլանում էր, որովհետև նա 2 տարվա ընթացքում տարբեր եւ բազմաթիվ անգամներ ասում էր, որ հեսա մենք Համասի հարցերը վերցնելու ենք մեր գերեվարված պատանդառու մարդկանց, հետ ենք բերելու, բայց կյանքը ցույց տվեց, որ չէր կարողանում։ Բայց նաև ուրիշ խնդիր կա, եթե ինքը ուրեմն պատերազմ կանգնեցնում է, ապա դա իր համար դատավճիռ էր, անձամբ իր համար։ Քաղաքական դատավճիռ։ Ոչ միայն քաղաքական։ Առաջին հերթին քաղաքական, բայց նաև ոչ միայն քաղաքական։ Այսինքն սկզբունքորեն իր քայլերի արդյունքում Իսրայելի կողմից կրած պարտությունը վերջնարդյունքում ես չեմ բացառում պատերազմի օրենքներով իրան ուղղակի ռազմադաշտային դատանը որոշել գնդակահարություն, օրինակ, կամ մի երիտասարդ որոշեր, որ մի հանդիպման ժամանակ, ասենք ինքը պիտի սպանի, իդեպ Իսրայել նման փորձ ունի, չէ՞։ Նաև Եգիպտոսը։ Նույն շրջափուլում։ Այո։ Նույն կոնֆլիկտի շրջափուլում։ Շատ ճիշտ է։ Եվ հիմա եթե մենք փորձենք զուգահեռել Բենյամին Նետանյահուի փրկությունը պատերազմը շարունակել, կապ չունի ում հետ։ Հիմա Համասի հետ ինքը կանգնեցնում է, բայց ասենք փորձում է Միացյալ Նահանգների իր դաշնակցի միջոցով ճնշել Լիբանանի կառավարությանը, որովհետեւ վերջինս ստիպի, որ Հեզբոլլահը զինաթափվի, որպիսի այն տարածքները, որով որ Իսրայելը ցանկանում էր Լիբանանից վերցնել, ինքը տարածքներ վերցնի։ Նաև միաժամանակ ինքը տարածքներ սկսեց օտարել Սիրիայից, առաջնահերթին Գոլանի բարձունքների մասն ամբողջովին վերահսկողություն հաստատելով։ Միաժամանակ նաև փորձեց օգնել դրուզներին, ընդ որում դրուզները Իսրայելի բանակում, պաշտպանության բանակում Ցախալում միակ ժողովուրդն են, որ իրանք ունեն ծառայելու։ Այլ ժողովուրդ իրանք չունի ծառայելու։ Դրուզները այդ առումով այդ իրանքը վաստակել են։ Իսրայելը փորձեց օգնել Սիրիայի դրուզներին, ես չեմ բացառում, որտեղ դրուզների առավել կոմպակտ ուրեմն բնակավայրով ինչ-որ կազմավորում ստեղծի ինքնավարության որոշակի, հա։ Այսինքն անդադար լինի պատերազմ, որովհետեւ Բենյամին Նետանյահուն մնա իշխանության, որ պայն Իսրայելը իր ռազմական գործողությունները իր հարևանների մոտիկ կամ հեռու ինքը կանգնեցնում է, վստահաբար եմ ասում, Բենյամին Նետանյահուն շատ արագ ինքը դատվելու է։ Բայց այդտեղ հետաքրքիրը մյուս փաստն է։ Փաստացի Իսրայելը բանակցությունների մտավ ԱՄՆ միջնորդությամբ Համասի հետ։ Իմ գնահատմամբ եւ այն ինչ որ ես ասում դա փաստական է, համաձայնվեց Համասի բոլոր պահանջներին, բայց գինը ո՞րն էր։ Հետաքրքիր է, այդ դեպքում չէ որ Բենյամին Նետանյահուն հոմիայն անց չի, դա եւ գաղափարախոսությունն է եւ սիոնիզմի ներկայացուցիչներն են։ Իդեպ բավական հետաքրքիր կենսագրություն ունի Բիբին։ Ես ինչի համար եմ սա ասում։ Ես կարծում եմ, որ Շարմ էլ-Շեյխում եղել է պայմանավորվածություն, որ Համասի հետ Իսրայելը որոշակի առումով գալիս է ընդհանուր հայտարարի, Համասի պահանջները ինքը կատարում է, բայց փոխարեն մի բան է ստանում։ Գիտեք ինչ։ Ալաքսա մզկիթը ինքը Երուսաղեմում, այսինքն Պաղեստինի ազատագրության ճակատի հսկողության ներքո եւ ոչ Համասի։ Ալաքսա մզկիթը ես կարծում եմ, որ կա պայմանավորվածություն, որ այնուամենայնիվ Իսրայելի ղեկավարության թույլ տրվելու է, որպեսզի Ալաքսա մզկիթը, ասենք, տեղափոխվի, չպայթեցվի։ Եվ այդ քայլի ժամանակ Համասը, ասենք, կոշտ կեցված չի դրսևորի։ Իսկ Պաղեստինի ազատագրության ճակատի ղեկավարներին, այդ թվում նաև Մահմուդ Աբասին, կարծում եմ Իսրայելը կարող է համոզել կամ պարտադրել, որտեղ այնուամենայնիվ այդ ճակատի զինյալների մարտունակությունը, զինվածությունը եւ մարտական փորձը չես համեմատի Համասի հետ, հա։ Համասը շատ ավելի ռազմաշունչ է, հա։ Նույն պաղեստինցիներն են երկու տարբեր անկլավներում, հա, Իսրայելի տարածքում բնակվող։ Ուսուցես կարծում եմ, որ
Բենյամին Նետանյահուն իր իշխանության շարունակականությունը ապահովելու համար հաշվառնելով այս համատարած պարտությունները, եթե Ալաքսա մզկիթի հարցին լուծում է, թեև դա սկզբունքորեն կարող է բերել նաև իսլամ աշխարհի վրդովմունքը։ Ընդ որում պատահական չէ, որ Էրդողանը, որը միշտ կարողանում է բավականին վարպետորեն խաղալ մի քանի լարերի վրա ուժային կենտրոնների, ասենք սկզբունքորեն ինքը ունի լուրջ մոտիվացիա Երուսաղեմը գրավելու, որտեղ Երուսաղեմը գրավել է մեկ անգամ ազգությամբ քուրդ Սալադինի կողմից, բայց բանակը մահմեդականներ են եղել։ Իհարկե, այն ավեր, ինչ-որ մենք պատկերացնում ենք եւ այլն նման բաներ չի եղել, բայց փաստը մնում է փաստ, որ կյանքի մայրամուտում Էրդողանը փորձում է իսլամ աշխարհում մնալ որպես անձ, որը եզակի արարք է արել, կամ արել է մեկ անձ, մասնապես Սալադինը, որը որ Երուսաղեմը գրավել է։ Այսինքն դրանով իսլամ աշխարհին, հիմնականում սուննի մահմեդական աշխարհին Էրդողանը մեսիջ էր ուղարկում, որ Թուրքիան է այն երկիրը, որի շուրջ առաջնորդին սուննի մահմեդական աշխարհը պետք է հավաքվի, հետո շիա, այսինքն մահմեդական ամբողջ աշխարհի ավանգարդում կլինի նոր սուլթանը իդեմս Էրդողանի, որի խնդիրը Երուսաղեմը իրանց համար որպես սուրբ քաղաք եւ Ալաքսա մզկիթը անհավատներից ազատելն է։ Իդեպ կա բավականին մեծ լարվածություն Թուրքիայի եւ Իսրայելի միջև, հենց ձեր նշածի կոնտեքստում ես պետք է հիշեցնեմ նույն Էրդողանի խոսքերը ուղղված Իսրայելին, հա, մենք կմտնենք Իսրայելը այնպես, ինչպես մտանք Ղարաբաղ, դրանով իրականում Թուրքիան վերջնականապես խոստովանեց, որ Արցախի 44-օրյա պատերազմի համատեքստում ինքը շատ լուրջ ներգրավվածություն է ունեցել եւ հետաքրքիրն այն էր, որ անգամ Ադրբեջանից անակնկալի եկան Էրդողանի այդ խոսքերից եւ ստիպված էին փորձել ծիծաղելի կերպով հերքել Էրդողանի խոսքերը։ Եվ այդ առումով, եթե հիմա աշճանաբար մենք գալիս ենք այն տարածաշրջանի երկրներին, որը մեր ուղղակի հարևաններ են, մենք Իրանի մասին խոսեցինք, Իրանի կորուստները ինքը Իրանը աշճանաբար եւ արագ կերպով վերականգնում է, խոսքս Իսրայել-Իրան 12 օրվա ռազմական բախում, որը բուն նպատակը Իրանում այաթոլլաների կառավարման ինստիտուտը ոչնչացնելն էր, որը չեղավ, ընդ որում դրա լավագույն ապացույցը Միացյալ Նահանգներում գտնվող վտարանդի շահի որդին էր, որը կոչեր անում Իրանի քաղաքացիներին դուրս գալ փողոցներ եւ տապալել այաթոլլաների ինստիտուտը, հա, որպես կառավարման ինստիտուտ, որը ձախողվեց։ Բայց այդ չի նշանակում, որ Իսրայելը հետ է կանգնել այդ ծրագրերից, ինչպես ասում են։ Ավելին ասեմ, նրանք խոսում են երկրորդ հարվածի մասին։ Շատ ճիշտ է։ Հիմա երկրորդ հարվածը, գիտեք, եթե ռազմական է լինելու, այսինքն ցամաքային օպերացիա, որտեղ զինվոր այլ երկրի զինվորը պետք է մտնի Իրանի տարածք։ Դա հսկայական զոր, տարբեր գնահատականներով մինչև 1.5 միլիոն մարդ Իրանի սահմանում պետք է կուտակված լինի։ Ինքնաթիռների թվականակը ասեմ մոտ 3-ից 4000։ Որպեսզի համատեմ, առաջին օրը, երբ Իսրայելը ամերիկյան օդային ինքնաթիռների լիցքավորող ինքնաթիռների օգնությամբ հարձակում գործեց Իրանի վրա, ընդ որում չմտնելով Իրանի կոնկրետ տարածքը, չկարողացավ, որտեղ առաջին էսկադրիլյան, որ փորձ արեց հոբ տարածքը մտնել, էսկադրիլիայի մի մաս ինքնաթիռը ուղղակի մի անգամ խոցվեցին եւ այլևս մոտ թվով 200 ինքնաթիռ էին հարձակման այդ գրոհին մասնակից առաջին օրը Իսրայել-Իրան բախման ժամանակ այս ցամաքային օպերացիայի ժամանակ եթե ռազմական ցամաքային օպերացիա մոտ 3-4 հազար ինքնաթիռ դուք պատկերացնում եք քանի օդանավական որտեղ են լինելու օդանականը ինչպես է սպասարկում լինելու զենք վառելիք զինամթերք անձնակազմ 1.5 միլիոն մարդ որտեղից է լինելու որտեղ են տեղավորվելու, որ երկրներում, որ երկինա դառնալու կամ երկրները հիմնական հարվածող երկրները կոնկրետ Իրանին, հա, այդ օպերացիան պլանավորել եւ կատարել։ Դա բավական լուրջ խնդիր է։ Եվ այս ամեն ինչը, երբ որ մենք հիմա Իսրայելից, տարածաշրջանից, երբ որ գալիս ենք արդեն կոնկրետ մեր կողմերը, այստեղ մեզ համար մի հետաքրքիր դրվագ է բացում Ադրբեջան պետության
դերակատարումը այս ամեն ինչին են, որ ազատագրված մեր տարածքներում Իսրայելը հետախուզական լրջագույն կենտրոններ է ստեղծել, են որ չբնակեցված Աղդամի եւ Ֆիզուլիում ռազմական օդանավականներ են կառուցել անունը քաղաքացիական, բայց բնակչություն չկա, չեն էլ հերքում դա։ Այսինքն ռազմական եւ դա սկզբունքորեն Իսրայելն է տրված։ Այսինքն Ադրբեջանը Իսրայելի համար մի տարածք է, որը անհրաժեշտության դեպքում ռազմական լրջագույն օպերացիա կարող է իրականացնել Իրանի դեմ։ Ընդ որում Իրանի տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Պահապանների կորպուսի ղեկավարները հայտարարել են, որ 12 օրվա պատերազմի, իսես գնահատում են դա սկզբունքորեն պատերազմ չէ, որտեղ իշխանափոխությունը պատերազմ չի կարող լինել։ Ռազմական գործողության ընթացքում անօթաչու թռչող սարքերը դեպի Թեհրանի ուղղությամբ եւ հրթիռները, որոնք արձակվել են ինքնաթիռների վրայից, եղել են Ադրբեջանի տարածքից։ Սա 100% ապացուցողական բազանում ուղղակի Իրանը այսօր դեռևս չի գտնում, որ ժամանակն է դրան համարժեք քայլով ինչ որ ձևով Ադրբեջանի վրա որպես լծակ օգտագործել, բայց անգամ կոնկրետ տեղաններ նշվում Արցախի օկուպացված տարածքներից Ֆիզուլի հատվածից։ Այո։ Հիմա եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա Իսրայելի համար Ադրբեջանի որոշակի տարածքներ, ռազմական ենթակառույցներ, մասնագետներ, դա որոշակի նախապատրաստական հիմք է Ադրբեջանից դեպի Իրան հարձակողական գործողությունները։ Ես ծավալը մասշտաբները չեմ կարող գնահատել, բայց որ Ադրբեջանը արդեն իսկ ոչ միայն համաձայնություն է տվել, արդեն գործնական ենթակառույցներ ռազմական առումով պատրաստել, դա փաստ է։ Հիմա հաջորդը Եթե Ադրբեջանի ինչ որ տարածքներ ընդհանրապես պետք է օգտագործվեն Իրանի դեմ Իսրայելի կողմից, արդյոք այդ խնդիրն է դրված, թե այլ խնդիր։ Ես կարծում եմ Ադրբեջանի վրա ընդհանրապես այլ խնդիր է դրված, իսկ այդ այլ խնդիրը, այն ինչի մասին դուք մեր խոսքի ժամանակ ասեցիք, դա Ադրբեջանի ղեկավարությանը եւ այդ բնակչությանը եւ Իրանի Ատրպատականի շրջանում ես մեր հայկական անվանումները ասենք, Թավրի սպահան կենտրոններով ապրող ազարի ժողովրդին մոտիվացիոն բազա տալն է։ Ընդ որում այդ մոտիվացիան շատ լուրջ լինի։ Անջատողական բազա, Անջատողական ոչ թե անկախ պետություն։ Գիտեք, ինքը անկախ պետություն, ինչ որ միացյալ մեծ Ադրբեջանը ինքը մոտիվացիա է, բայց քանի որ պատմական հիմքեր չկա, այդպես արմատ չկա, շատ մակերեսային է, այդ մոտիվացիան այդքան էլ ուժեղ չի։ Իրանք իրենց համարում են Սեֆյան Պարսկաստանի քաղաքական ժառանգորդ, չգիտես ինչու, եւ ադրբեջանական քարոզչական, այսպես ասած, նարատիվները, երբ որ ուսումնասիրում ես, ապա մենք տեսնում ենք, որ նրանք ոչ միայն Հայաստանն են իրենց համարում, այլ մերօրյա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի որոշակի հատվածը, նաև հասնում են Հյուսիսային Կովկաս մինչև Աֆղանստան, մինչև Սիրիա, Իրաք։ Այսինքն, եթե մենք նայում ենք ուրեմն Սեֆյանների իշխանությանը, որը փաստորեն 234 տարի հսկայական տարածքի վրա եւ կառավարչական առումով լավագույն ուրեմն պետություն, ընդ որում իրանք հաղթել են թուրքական ծագում ունեցող ցեղերի Օսմանյան կայսրության ուրեմն այն ուժերին, որոնք այս տարածաշրջանում կարող են ռեալ իշխանությունը, բայց փաստը մնում է փաստ, որ նախ Սեֆյանները իրանք թրքախոս են եղել, բայց թուրք չեն եղել, Ալթայից եկած խաշնարածների հետնորդները չեն եղել վստահաբար, որտեղ այդ շրջանում շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցել, որտեղ ուրեմն շահերը, Իրանի շահերը այդ ժամանակ մշակույթ, արվեստ, գրականություն եւ այլն կարելի ասել բում ապրել։ Այսինքն երբեք Ալթայի տափաստանից դուրս եկած թուրքը իրանական մշակույթը չէր հասցնի աստղեր։ Ասենք մեզ ամենահայտնի, որ այսպես առավել հասարակական ընկալման մեջ, ասենք Ռոստամ եւ Զորաբ։ Կինո նայել ենք շատ հրաշալի, դե Մազանդարանի մասին է խոսում, բարձր Մազանդարանը Ադրբեջանի Մերկասպյան շրջանն ա եղել եւ այլն, էլի։ Եվ այդ ստեղծագործությունները ժամանակ ա գրվել։ Այսինքն, երբ նայում ենք շահերի այդ ժամանակվա նաեւ ոչ միայն ռազմական, ոչ միայն քաղաքական, այլև մշակութային ստեղծագործական այն վերելք, որ ապրել է, վստահաբար դա տեղի բնիկ ժողովուրդ ա եղել։ Բայց պարսիկ չեն եղել վստահաբար։ Թուրքախոս են եղել
Եվ տարբեր գնահատականներ կա, այս ավելի շուտ հակված եմ այդ գնահատականին, այդտեղ երկար ժամանակ մի քանի 100 տարի միգուցե ավելի շատ ապրող թուրքերենին տիրապետող եւ թուրքերենով խոսող, բայց շիա մահմեդական, շիա են եղել, ընդ որում իրենք այդ շայրը ասել են մենք Սեյիդ ենք, այսինքն Ալի արյան շարունակողները, այսինքն Մուհամեդի հետ արունակցական կապ ունեցող Ալին Փեսան է եղել, հա, իսկ շիա մահմեդականության հիմքը Հուսեյնն չէ, զորավարը չէ, Ալին է, Փեսան, որտեվ Մարգարեն ինքը որդի չի ունեցել, հա, դուստր ունեցել։ Հիմա եւ այդտեղ երկար ժամանակ որպես շիա մահմեդական, բայց նաեւ թրքախոս, ընդ որում ոնց որ ազարիները եղել են քրդերը։ Հիմա ինչև է, մենք չխորանանք այնտեղ, որտեղ եւ մեր գիտելիքները մասնագիտական պատրաստվածություն ցույց չի տալիս, բայց խոսանք քաղաքական հետևանքների կոնկրետ արձանագրենք հետեւյալ իրողությունը, որ Ադրբեջան պետությունը որպես արհեստական ստեղծված պետություն 1918-ին խորհրդային տարիներին եւ հետ խորհրդային շրջանում խնդիր ուներ նայել, թե այդ Ադրբեջան պետության արմատները որտեղ են ձգում, այդ ժողովուրդները ովքեր են։ Լենինի բոլոր աշխատություններում եւ որը անհրաժեշտության դեպքում դեռևս 1988-89-ին ես ժամանակ է տրամադրում նայել հասկանալ կովկասյան թաթարներ են եղել, որոնք որ հետո ադրբեջանցի են կոչվում։ Իրականում իրանք ազերի ժողովուրդ են, որովհետեւ արունակցական կապ չունեն։ Եվ այսպես խորհրդային միության այսպես կոչված փլուզումից հետո Ադրբեջանում որոշակի հող նախապատրաստվեց, որ այդ տարածքում ապրող ոչ բնիկ ժողովուրդները, բնիկներին հանում ենք թալիշներին, դագերին, Հյուսային Կովկաս ժողովուրդներին, Մերկասպյան շրջանի թալիշները, որոնք իրանական բարձրավանդակի ժողովուրդն են, սրանք մի կողմ դնում։ Մնացածները, որոնք որ իրականում իբր ադրբեջանցիներ են, պարզեց, որ իրենց արմատները եւ դա ներկայիս Ադրբեջանի նախագահի հոր ժամանակ էր, Հեյդար Ալիևի ժամանակ Կովկասյան Ալբանիա, բայց դե Կովկասյան Ալբանիան եղել են քրիստոնյաները, ավելին այդ ժողովուրդը, որը որ տարածքում այդ քուրի, հա, ինչպես ասում են, մոտակայքում եղել է եւ Ադրբեջանի մի մասը, որը որ այսօր կա, այդ ու նաեւ Ռուսաստանի որոշակի մաս, նրանք եղել են մեր եկեղեցու քույր եկեղեցի, այսինքն մեր եկեղեցին դոմինանտ է եղել, հա, մեր հայ առաքելական խոսքը կարծես թե ուդիների մասին է։ Այդ հա, դե հետո ուդիներ, այսինքն այդ տարածքում միայն ուդիներ չեն եղել, էլի Կովկասյան Ալբանիայում նաեւ ուդիներ։ Հիմա այսինքն այդ տարբերակը չանցավ, հետո տեղի գիտական, քաղաքական միտքը պատվեր ստացավ իսկապես որոշակի, ընդ որում Ալիևը Հեյդար Ալիևը հետաքրքիր բան ունի։ Այս առումով ես այդ տեսանյութը պահել եմ, զրույց ունի թե ովքեր են իրենք։ Եվ ինքը ասում է, մենք այսպես տարբեր տեղի հետո նաև որպես քրդեր են հանդես գալիս, արմատներ են, էլի փորձում են արմատների ինչ-որ ձևով կպցնել Չիլնում, եւ հետո արմատներից մեկը իբր թուրքեր են, թուրքական ծագում ունեն։ Եվ արունակից են ուրեմն Թուրքիայում ապրող թուրքերի հետ երկու պետություն մեկ ազգ սկզբունքը որ մցրեցին, բայց պարզեց որ դա էլ չի, ինչու, որտեվ կան ուժային կենտրոններում շահառու միավորներ, ոչ միայն պետություններ, բայց միավորներ ասենք, որոնք ուզում են որ Ադրբեջանը ներկայիս եւ Իրանում ապրող ազերիները ունենան պատմական լուրջ ավելի խոր արմատներ, որը լուրջ ուրեմն այսպես մոտիվացիա տալիս։ Փաստացի արձանագրենք հետեւյալ իրողությունը, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը իրականում ունի լրջագույն մոտիվացիա, եւ այդ մոտիվացիան մեծ Ադրբեջան վերացական վիրտուալ չի ստեղծվող։ Գիտեք, որտեվ նոր պետություն ստեղծել, դրա համար գաղափարական հիմքեր պիտի տաս, հետո իրավական հիմնավորվածություն, որ քո երկրի քաղաքացիները, ուժային կառույցները, գիտնականները ունենան որոշակի առումով հիմք ինչու նման բան ստեղծել, ով այդ իրավունքը իրանց տվել։ Հաշարնը, որ Ադրբեջանը, այսպես ասենք, աշխարհի ուժեղագույն պետություններից մեկը չէ, ռազմական հարու արես, որ միջուկային տերություններ չի, հա, նավթային գազային երկիր է, խնդիր չկա, շատ լավ տարածքում է գտնում Խաշմերուկում, հա, տարանցիկ երկիր եւ այլն, այսինքն առավելություններ ունի, բայց ով է թևեր տալիս։ Այմա այդ նախ ով տալը, դե հասկանանք ինչ թևեր են տալիս։ Այ որ տեսնենք ինչ թե, իսկ թևերը արդեն ակնհայտ է, որտեվ 2010-11-12 թվականից կարծում եմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, պատմաբաններին, հա, գիտնականներին արդեն այդ թևերը, ես ասեմ թևեր չէ, հա, ձմերուկներ են, որ ասում են ձեռքի տակ ով է ձմերուկ դնում։ Արդեն դրվել է ձմերուկները Սեֆյան ուրեմն շահերի իշխանության քաղաքական ժառանգորդը կարգվելուն։
եւ այդ տվողը ինձ համար գոնե երևացողը Վատիկանն է, որտեղ Վատիկանը հետաքրքիր է իր արխիվից բավական մի քանի տասնյակ լուրջ փաստաթղթեր ժամանակին Վատիկան Սեֆյանների իշխանության հարաբերությունների հետ կապված փաստական։ Հիմա ասենք այդ փաստաթղթերի մասին առանձնապես Ադրբեջանի ղեկավարությունը չի բացատրում, բայց ակնհայտ է, որ շահառուներից մեկը երևացող դա Վատիկանն է։ Այսինքն, այս տարածքի վրա, եթե գումարային առումով վերցնենք մոտ 50 միլիոն բնակչություն, ասենք մոտ 35 միլիոն դա Թավրիզ սպահան կենտրոններով ազարիներն են, որոնց եւս, այսպես ասենք, փաստական, ոչ փաստական, քարոզչական հիմնավորվում է, որ իրենք Սեֆյանների ժառանգորդներն են, ընդ որում իրենք շիա մահմեդական են, թելքախոս են եւ պարսիկ չեն։ Մոտ 9-10 միլիոն Ադրբեջանում ապրողներ են, թե եթե նայենք, այդտեղ ասենք առնվազն 1.5-2 միլիոն թալիշներն են, որը շիա մահմեդական իրանական բարձրավանդակի ժողովուրդ են եւ բան չեն, սուննի մահմեդական չեն։ Բայց ինչ է, մի քանի միլիոն Ռուսաստան, այդ գումարային առումով նայենք մոտ 50 միլիոն, այսինքն 50 միլիոնանոց տարածք ուշադրություն դարձրեք Ուկրաինան մոտ 45 միլիոն էր, երբ Ուկրաինային սադրեցին Ռուսաստանի դեմ լրջագույն բախման, չէ՞։ Մոտ 50 միլիոնանոց ժողովուրդ, որը լրջագույն ական է Իրանի մաստատման համար։ Այսինքն Սեֆյանների քաղաքական ժառանգության տեր կանգնելու այդ տարածքների վրա հավակնություն ունենալու Ադրբեջան ներկայիս վարչակազմը ամբողջովին լծվել է այդ գործին։ Եվ պատական չի, ինքը երբ ասում է Հայաստանի Հանրապետությունը իրենց պատմական հայրենիքն է։ Այդ որ պատմական։ Իհարկե իրենք Սեֆյանների մասին չեն բարձրացնում, բայց մենք հասկանանք ենթատեքստով իհարկե որ պատմական։ Այդ ժամանակ Սեֆյանների ժամանակ, այո, այս տարածքը ամբողջովին Սեֆյանների իշխանության ներքո էր։ Ավելին Սեֆյաններից Շահաբաս II 1600-ականների սկզբին այստեղ ամբողջ հայության ուղակի սիրով, կարելի ասել, հրով եւ սրով քշեց Իրան։ այաթափեց, այո։ Քշեց Իրան եւ այնտեղի ազերիներին մի մասին բերեց այստեղ։ Երբ որ Ալիևը ասում այս տարածքը ամբողջովին մերն է, իհարկե իրենք այդ ժամանակաշրջանը նկատի ունեն։ Ավելին 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով ռուս-պարսկական պատերազմի արդյունքում այս տարածքում հայ չկար, մի քանի տասնյակ հազար հայեր մնացել, բոլորին քշել էին։ Շահ Աբբասը քշեց, ռուսները հետո հետ բերեցին։ Գրիբայդովի ժամանակ շատ ճիշտ է, այդ քշվածների ժառանգներին Խոյի եւ Սալմաստի շատ ճիշտ է բերեցին այստեղ։ Եվ առաջին անգամ այս տարածաշրջանում հայկական բառը պտտվեց, հայկական մարդ դարձավ Ռուսաստանի, այսպես ասենք, գերիշխանության ներքո։ Եվ եթե դանը գումարենք, որ 1813 Գյուլիստանով 24000 քառակուսի կիլոմետր տարածքով Ղարաբաղի խանությունն էր, 7 խանությունների հետ միասին անցել Ռուսաստանի գերակայության տակ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում։ Եվ Ղարաբաղի խանության մեջ այդ ժամանակ մտնում էր նաև Սյունիքը, շատ հետաքրքիր է, էլի, որտեղ Սյունիք Արցախ այդ մեկ ամբողջություն է եղել։ Եվ եթե նայենք այս ամեն ինչը ուշադիր, ապա Սեֆյանների իշխանությունը տարածում է ներառալ նաև Դերբենդ, Հյուսիսային Կովկասի մեծ մասը, որում Ալևս եւ գիտական եւ օրենսդիր մարմիններ որոշ ներկայացուցիչներ Ադրբեջանում առանց սեթևինթակի ասում են, որ դա մերն է։ Ներառալ Սեֆյանների իշխանությունը հասել է մինչև Աֆղանստան։ Միջին ասիական մի շարք հանրապետություն է, որի մասին իդեպ բարձրաձայնվում է Ադրբեջանից։ Այդ թվում նաև Սիրիայի, Իրաքի հսկայական տարածքներ, այդ թվում նաև Իրանից հսկայական տարածք։ Այսինքն Ադրբեջանի ներկայիս ղեկավարության քաղաքական մոտիվացիան ոչ թե տարածաշրջանում դառնալ տարանցիկ երկիր եւ կթուկով, որը միայն վաճառում է գազ ու նավթ, առանձնապես բան չկա, այլ դառնալ Սեֆյանների ուրեմն կայսրության քաղաքական եւ իրավական, այնուհետեւ իրավական ժառանգորդ են իրենք դնելու։ Այսօր քաղաքական, քարոզչական, գաղափարախոսական է, բայց վաղը իրավական են դնելու։ Իսկ սա նշանակում է, որ այդ տարածքում որևիցե այլ պետական կազմավորում խոչընդոտ է։ Ավասիկ եթե ուշադրություն դարձնենք, այդ տարածքում առնվազն երևացող երկու կազմավորում կա պետական, որը խոչընդոտ է, մեկը Հայաստանը, մյուսը Վրաստանը։ Իդեպ ասեմ, Վրաստանը եւս Սեֆյանների ժամանակ ուրեմն եղել է Սեֆյանների գերիշխանության ներքո։ Շատ հետաքրքիր դիտարկումներ իրականացրեցիք, պարոն Ապետյան, որը որ լիովին ցույց է դնում Ալիևյան վարչակարգի ռազմավարական, կարելի ասել, նպատակները, որոնք նրանք ունեն իրենց
առջև դրված այս տարածաշրջանում, որը որ ըստ էության վերաբերում է ոչ միայն հայկական պետականության վերացմանը, այլև ընդհանուր տարածաշրջանի վերաձևմանը։ Եվ թերևս այսքանով այսօրվա թողարկումը մեր ամփոփենք։ Շնորհակալություն ձեզ սիրելի ընկերներ, որ այսքան ժամանակ մեր հետ էիք։ Գրեք մեկնաբանություններ, հավանեք տեսանյութը, տարածեք, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին եւ շարունակեք դիտել ոչ միայն Խաչմերուկ պատմաքաղաքական ոդքասթը, այլև առհասարակ Anti-Fake-ի բոլոր քաղաքական պրոդուկտները։ Հիշեցնեմ, որ Խաչմերուկ պատմաքաղաքական ոդքասթի երկրորդ թողարկումն էր, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը եւ Հայկ Նահապետյանը, կհանդիպենք։